Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև բոլորին, ես խոսքի համար կալանավորված քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինն եմ։ Այս հոլովակում շարունակելու եմ պատմել ձեզ փաշինյանական Հայաստանում ամուսնուս հետապնդումների մասին։ Ինչպես նախորդ մասերում նկատեցիք, անցնող 8 տարիների ընթացքում քաղաքական հետապնդումները Նարեկի կյանքի անբաժանելի մասն են եղել։ Ամեն հաջորդ հետապնդում նախորդից տարբերվել է մեղադրանքի էլ ավելի սնանկ լինելով, բայց պատժի էլ ավելի խիստ լինելով։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ուժեղանալուն զուգահեռ ընդդիմությունն ամեն անգամ էլ ավելի է թուլացել, իսկ իր ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումների տրամաբանությունն ուղիղ համեմատական է եղել վերոնշյալ փաստին։ Սակայն չնայած այդ ամենին, ես երբեք չեմ պատկերացրել, որ Նարեկը երբևէ խոսքի համար բանտում կհայտնվի։ Միշտ քննարկել ենք նիկոլական ռեժիմի կողմից իրեն բանտ ուղարկելու հնարավոր պատճառները։ Փողոցային սադրանքներից, ինչին Նարեկը կարող էր տրվել հաշվի առնելով իր խառնվածքը, մինչև տարատեսակ կենցաղային պատճառներ, բայց երբեք մեր մտքով անգամ չի անցել, որ ազատ խոսքի համար կբանտարկեն Նարեկին։ Անգամ հաշվի առնելով բացառապես խոսքի համար քրեական գործերի առատությունը, երբեք իրատեսական չենք համարել այդպիսի գործերով Նարեկի բանտարկության հեռանկարը։ Միշտ մտածել ենք, որ ռեժիմն այդ գործերը ստեղծում է, որպեսզի Նարեկին կախման մեջ պահի տարատեսակ իրավական գործընթացներից, միաժամանակ սահմանափակելով իշխանությունների հանդեպ քննադատության ծավալը։ Այդ ճանապարհին Նարեկի բախտը միշտ բերել է, քանի որ իր ընկեր, հետագայում նաև քավոր եւ մեր ընտանիքի լավագույն բարեկամներից Ռուբեն Մելիքյանը միշտ ուղեկցել է Նարեկին բոլոր այդ իրավական գործընթացներում։ Դե իսկ Նարեկի խոսքը սահմանափակելը նման իրավական գործընթացներով, կարծում եմ ինքներդ եք նկատում արդեն, որ անհնար է։ Բայց չնայած այս ողջ տրամաբանական վերլուծություններին 2024 թվականի մարտի 15-ին հերթական աբսուրդ քրեական գործով արդարացվելուց ընդամենը 7 օր անց տեղի ունեցավ այն, ինչին վերաբերում է այս հոլովակը։ Մարտի 22-ին Նարեկն առավոտյան տանից դուրս էր եկել, քայլելով հասել ավտոկայանատեղի գրասենյակ գնալու համար։ Եվ մեքենան նստելուն պես 10 եւ ավելի համազգեստավոր եւ քաղաքացիական հագուստներով անձինք հրոսակախմբի նման հարձակվել էին Նարեկի վրա, մեքենայից դուրս քաշել եւ գետնին տապալելով, ասես խիստ վտանգավոր ահաբեկիչ լիներ, բերման էին ենթարկել ոստիկանական բաժանմունք։ Ձերբակալման կադրերը դիտելիս չէինք կարողանում հավատալ մեր տեսածին։ Այդպիսի վայրագությամբ ձերբակալել մարդու, ով ընդամենն իրացրել էր իր ազատ խոսքի իրավունքը եւ որ ամենակարևորն է, որևէ դիմադրություն ցույց չէր տվել ճակերտավոր ոստիկաններին։ Անգամ հարվածել էին ոստիկանական վայրագությունները տեսանկարահանող օպերատորին, ով այդ պահին Նարեկի հետ էր եղել։ Իհարկե, այդպիսի բորենիաբար ձերբակալման պատասխանը Նարեկը տվեց նոր-նորքի ոստիկանությունից դուրս գալու պահին։ Նարեկին տանելուց հետո տեղեկացանք, որ ոստիկանական ուժեր են կենտրոնացած նաև Վազգեն Սաղաթելյանի տան դիմաց, եւ ամենայն հավանականությամբ ձերբակալելու էին նաև Վազգենին, ինչը տեղի ունեցավ կարճ ժամանակ անց։ Այդ օրն արդեն ոստիկանական բաժանմունքի մոտ իմացանք, որ այս անգամ ռեժիմը որոշել է չսահմանափակվել միայն քրեական գործ հարուցելով, այլև Նարեկին եւ Վազգենին կալանավորելու պլան ունեն։ Ինչպես եւ սպասվում էր, դատավորներն ընդգրկեցին ռեժիմի պահանջի առաջ եւ կայացրին քաղաքական եւ ոչ թե իրավական որոշում եւ երկամսյա կալանք սահմանեցին տղաների նկատմամբ։ Այս անգամ ռեժիմի երևակայությունն էլ ավելի հեռուն էր գնացել եւ տղաներին մեղադրում էին խուլիգանության հոդվածով, ինչը բոլորիս համար ոչ միայն անակնկալ էր, այլ ռեժիմի վերջնական բարոյալքման եւ այլասերման առաջին նախանշանը։ Երբ ամեն օր սոցիալական մեդիայով, իշխանական լրատվամիջոցներով ամենավերջին սեռական բնույթի հայոյանքներն ու լուտանքներն էին թափում իրենց ընդդիմադիրների եւ մասնավորապես Նարեկի ու Վազգենի նկատմամբ, երբ ռեժիմի պարագլուխն անձամբ ազգային ժողովի ամբիոնից հայոյախառն մեկնաբանություններ էր անում իր ընդդիմախոսների հասցեին եւ այդ պայմաններում Նարեկի ու Վազգենի ասածը խուլիգանություն են որակում, ասեք, որ անգամ սրանց պարագայում դա աբսուրդային է հնչում, բայց ինչպես ասում են, Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե աբսուրդի այս մի բարձունքն էլ չնվաճեր։
Եվ այդպիսով սկսվեց մեր առաջին քաղաքական կալանքը։ Հիշեցնեմ, որ խուլիգանություն էր որակվել «Իմ Նեմնիմի» փոդքասթի ընթացքում տղաների կողմից արված սուր եւ ցնցող քննադատություն իշխանությունների հասցեին, ինչը երաշխավորված էր թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ թե միջազգային կոնվենցիաներով։ Չմտնելով իրավական նյուանսների մեջ, ցանկանում եմ ձեզ պատմել կալանավորման ընթացքում մեր ընտանիքի ապրած օրերի մասին։ Ամենաչպատմված, բայց իմ կարծիքով եւ անձամբ ինձ համար ամենակարևոր ապրումներն էին մեր ընտանիքում։ Բնականաբար էմոցիոնալ առումով աննկարագրելի է այն զգացումը, որ ամուսինդ, որդիդ, եղբայրդ բանտարկվել է ոչնչի համար։ Ինձ համար մի փոքր դժվար էր որոշել ինչ եմ ասելու մեր երեխաներին, երբ հարցնեն, թե պապան ուր է, երբ է տուն գալու։ Այդ ժամանակ որոշեցինք երեխաներին ասել, որ պապան արտերկիր է մեկնել Վազգենի հետ հաղորդում նկարելու համար։ Իրախություն բոլորիս եւ հատկապես ինձ Նարեկի եւ Վազգենի գործը գնահատող մարդիկ շատ էին եւ ես դա զգացի իրենց կալանավորման 2 երկար ու ձիգ ամիսների ընթացքում, երբ ծանոթ անծանոթ մարդիկ կապի էին դուրս գալիս եւ իրենց աջակցությունն հայտնում մեզ գոտեպնդման խոսքեր ասում։ Դա անգնահատելի է։ Anti-Fake AM-ի խմբագրության կողմից միանգամից որոշում կայացվեց «Իմ Նեմնիմի» փոդքասթը շարունակելու, ինչը պետք է անեին այն հանրային դեմքերը, որոնք կիսում էին տղաների քաղաքալատյալ լինելու հանգամանքը։ Anti-Fake-ին այդ ամենն անելու հարցում օգնեցին շատերին հայտնի եւ լսարանի համար սիրելի դարձած լրագրողներ, քաղաքագետներ, պատգամավորներ, իրավաբաններ։ Այդ օրերին հանրային դաշտի ամբողջ ընդդիմադիր սեգմենտը համախմբվել էր «Իմ Նեմնիմի» եւ Anti-Fake-ի շուրջ։ 2024 թվականին դեռևս չկար իմ ու քո քաղբանտարկյալ հասկացությունը դաշտում, ինչպես այսօր ցավալիորեն տեսնում ենք, բայց վստահ եմ դրա մասին ավելի հանգամանալից կխոսի Նարեկը, երբ ազատության մեջ հայտնվի։ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին արդեն մեկնարկել էր նաև Սրբազան պայքարը, որի առաջնորդ Բագրատ Սրբազանն ամենամեծ հանրահավաքներում մի քանի անգամ անդրադարձել էր տղաների ապօրինի բանտարկված լինելու հանգամանքին։ Իմիջայլոց ողջունել բոլոր քաղաքալանավորներին եւ ասեմ, որ վաղը նաև դատն է լինելու Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի եւ օրդորում ենք դատավորներին իրենց խղճի մտոք եւ ոչ թե ստիպման ներքո մոտենալ խնդրին։ Իմ Նեմնիմիի հավատարիմ հետևորդներն աշխարհի տարբեր ծայրերից իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնում հարթակին եւ տղաների կալանավորման 2 ամիսները, որքան էլ բարդ էին հոգեպես, միաժամանակ իրենց պատվաբերությամբ եւ համախոհների ու աջակիցների մեծ բանակը մեղմում էր այդ բարդ շրջանը։ Իմ Նեմնիմիի գործը դատարան մտնելուն պես հենց առաջին նիստում դատավոր Արման Հովհաննիսյանի կողմից դադարեցվեց տղաների բանտային կալանքը եւ տանելի սահմանափակումներով վարչական վերահսկողություն ընտրվեց որպես խափանման միջոց։ Վարչական վերահսկողություն խափանման միջոցի ողջ ընթացքում տղաները որևէ խախտում թույլ չեն տվել։ Այդ պահին իսկ ակնհայտ էր, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր ոչ թե նախաքննության շահերից ելնելով, այլ ուղղակի տղաներին պատժելու համար։ Վերջի վերջո այս աբսուրդ քրեական հետապնդումն ավարտվեց տղաների արդարացմամբ եւ արդարադատությունը գոնե այդ փուլում հաղթեց ռեժիմի երևակայությանը։ Տղաները վերադարձան եթեր հետևություններ առած ռեժիմի մանրախնդրության մասին։ Չնայած նրան, որ Իմ Նեմնիմի ընթացքում հնչած քննադատությունները խուլիգանություն որակել է մեծագույն աբսուրդ էր, իսկ փոդքասթը դիտող այն մարդիկ, ում դուր չէր գալիս սուր քննադատական բառապաշարը, կարող էին պարզապես չդիտել այն։ Այնուամենայնիվ Իմ Նեմնիմիի խմբագրությունը հաղորդման սկզբնամասում հատուկ ծանուցում էր պատրաստել, որը մինչև եթերը սկսվելը մի քանի րոպե մնում էր էկրաններին, իրազեկելով դիտողներին հաղորդման ընթացքում հնչող բառապաշարի եւ սուր քննադատության մասին։ Ավելին, կոնկրետ Նարեկը հրապարակայնորեն հայտնել էր, որ ինքը եթերում այլևս որևէ հայհոյանք չի հնչեցնելու, չնայած նրան, որ անգամ հայհոյանք հնչեցնել է խուլիգանության կամ քրեական օրենսգրքի որևէ այլ հանցատեսակ չի ենթադրում։ Մենք ունենք արդարացման վերդիկտ առաջին Ատյանի դատարանից։ Ես անկեղծ ասեմ, ես նաև մեր չարախոսների այդ բանակի չափից ելնելով ու այդ չարախոսների որակից ելնելով ես էլ չեմ հայոյելու, ես որոշել եմ, որ չեմ հայոյելու։ Համենայն դեպս ես որոշել եմ, որ այդ ոչ նորմատիվային բառապաշար չեմ օգտագործել։ Մի բան ասեմ, նոր շարունակի։ Մի բանա, որ քեզ օրենքով արգելում են ու դրա պատճառով դու չես հայոյում։ Մի բանա, որ դու գիտես, որ դրա իրավունքը ունես, բայց ինքդ քեզ
Հերո ես պահում դրան։ Ես հիմա տենց եմ ընտրել, ես այդ ճանապարհն եմ ընտրել, այս պահին տենց է որոշումը։ Նարեկն այս ամենն արել է լավ հասկանալով, որ ռեժիմն անգամ արդարացման վերդիկտի արկայության պարագայում կարող է նոր հոդվածներ հորինել իրենց կալանավորելու համար։ Հիշում եմ ամեն անգամ որևէ թեմայից խոսելուց առաջ Նարեկի եւ Ռուբեն Մելիքյանի քննարկումներն այն մասին, թե ինչ հոդված կարող են դրա տակ ստեղծել ռեժիմի ներկայացուցիչները։ Երբեմն ինձ թվում էր, որ այդ տեսակ քննարկումները չափից ավելի զգուշավորության մասին էին, եւ այսօրվա պես հիշում եմ, թե իմ այդ դիտարկումներին ինչպես էր արձագանքում Նարեկը։ Փաստորեն Նարեկի զգուշավորությունն իզուր չէր եւ այդքան ուշադիր եւ հետեւողական լինելն անգամ, երբ չպահեցին ռեժիմին բանականությանը հակասող ծիծաղելի մեղադրանք ստեղծել եւ այս անգամ ավելի աբսուրդ եւ տարական բանականությանը հակասող մեղադրանքով երկամսյա կալանքի որոշում ստանալ վերջին տարիներին ամենահայտնի եւ ամենաանաչառ դատավոր Մասիս Մելքոնյանից։ Հոկտեմբեր ամսվա կեսերին մամուլում արդեն տեղեկություններ էին շրջանառվում, որ ռեժիմը պատրաստվում է նորից կալանավորել Նարեկին ու Վազգենին։ Այդ օրերին տղաները պատրաստվում էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պատմական թողարկմանը։ Բոլորը տեղյակ են Նարեկի երրորդ նախագահի հանդեպ ունեցած խիստ դրական վերաբերմունքի մասին։ Ասեմ ձեզ, որ մեր ընտանիքում այդ կարծիքը կիսում են բոլորը, եւ բոլորիս ու հատկապես Նարեկի համար այդ թողարկումը շատ կարեւոր էր, եւ անգամ տղաները որոշել էին անել ամեն ինչ, որ իրենց կալանավորումը չլինի գոնե միջև այդ թողարկումը։ Այդպես էլ եղավ։ Շուրջ 7 ժամանոց աննախադեպ թողարկումից ընդամենը 2 թողարկում անց տղաները ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին։ Այսօրվա պես հիշում եմ, ինչպես նախագահի հետ թողարկումից հետո Նարեկն ասաց, հիմա արդեն բռնում են, թող բռնեն, ուղղակի չեմ պատկերացնում, ինչ կարան ստեղծեն, որ բռնեն։ Թողարկումը բնականաբար հիստերիկ նոպաներով էր ընդունել ռեժիմի պարագլուխը, որը թողարկման ավարտից մի քանի րոպե անց լուսադեմին սկսել էր իրեն հատուկ ոճով մեկը մյուսի հետևից անկանոն գրառումներ կատարել թողարկման ժամանակ քննարկված հարցերի մասին։ Նախագահ Սերժ Սարգսյանը թողարկման ընթացքում հանգամանալից անդրադարձել էր ռեժիմի կործանարար գործողություններին եւ մի քանի կարևոր փակագծեր բացել, ինչն էլ հիմք էր հանդիսացել, որպիսի ռեժիմը մի քանի օր շարունակ ոհմակային հարձակումներ իրականացնի սոցցանցերում եւ մեդիայում։ Բացառիկ թողարկման հաջորդ առավոտյան ազգային ժողովի նախագահի աթոռին նստած Սիմոնյանն իրեն հատուկ լկտիությամբ իր բացառապես վիրավորական գրառումներում տղաներին անվանել էր շալլակոտներ, լացիրակներ եւ ինքն իրեն բնորոշող այլ բառեր։ Բնականաբար տղաներն իրենց հաջորդ եթերների ընթացքում անդրադառնում են իշխանական վիրավորանքներին, հատկապես հատուկ անդրադարձ են կատարում ԱԺ լկտի պահվածքին ու բառապաշարին։ Եվ Նարեկն այդ ընթացքում կիրառում է հայտնի հետույք բառը, որն էլ իրավապահների կողմից որակվում է որպես խուլիգանություն եւ կալանքի պատճառ դառնում։ Այն բանից հետո, երբ խոսնակը չի վարանում եւ միանգամից հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում իրավապահներին եւ գլուխը բարձր հայտարարում դրա մասին։ Նարեկի եւ Ազգենի մասնակցությամբ իմնեմնիմի վերջին թողարկման հյուրն Արմեն Աշոտյանն էր։ Եվ հենց այդ թողարկումից հետո գիշերը ուշ ժամին Նարեկն եկավ տուն, չհասցրեցին երկու բառ փոխանակել, մեր փոքր դուստուրն արթնացավ, գնացի իրեն քնեցնելու եւ չվերադարձայել ինչպես միշտ։ Եվ արդեն առավոտյան տեղի ունեցավ այն, ինչի համար իրեն հարկող իրավապահ ցանկացած կառույցի աշխատակից պետք է գլուխը կախի։ Մեր ընտանեկան արարողակարգերից մի բան պատմեմ։ Մեր առաջնեկն առաջին դասարանում է սովորում եւ սեպտեմբերից մի օր չի եղել, որ Նարեկը մեզ դպրոց չտանի։ Անգամ ոդկասթների հաջորդ առավոտյան Նարեկը մեզ դպրոց էր տանում։ Մեր ընկեր իշխանը, որը եւս անիմն ձերբակալվել է այս աբսուրդ քրեական գործի շրջանակներում, ամեն առավոտ 7:15-ից 7:30 ընկած ժամանակահատվածում գալիս էր մեր տուն, որ մենք կարողանայինք 4-ovս մեր փոքր դուստրն էր մեզ հետ դպրոց տանում քրոջը, դուրս գայինք տանից։ Նոյեմբերի 13-ը մեր սովորական օրերից մեկն էր։ Երեխաների հետ արդեն արթնանում էինք, երբ որ դուռը թակեցին։ Մեզ թվաց, թե իշխանը շուտ է եկել, գնում էինք դուռը բացելու, Լիլիթը շտապում էր, որ ինքը դիմավոր էր իշխանին։ Դրան բանալին դեռ չպտտած, հակառակ կողմից միանգամից իջեցրին բռնակը։ Եվ այդ ժամանակ հասկացա, որ իշխանը չէ, բայց եւ չգիտեի ով է, քանի որ ոչ ոք չէր ներկայացել եւ ինձ թվաց, թե Պարզապես ինչ-որ մեկը փորձում է խուլիգանական հարձակում գործել մեր տան վրա։ Այդ ժամանակ երեխաները դրան արանքից տեսել էին դիմակավորված մարդկանց եւ վախեցած ասացին, թե մամա մասկաներով են։ Արդեն վստահ էի, որ գողեր են։ Երեխաներին ասացի, որ գողեր են, պապային ձայն տվեցի։ Այդ ժամանակ նոր դրան մյուս կողմից ասացին, որ գողեր չեն, այլ ԱԱԾ-ն է։ Հետագա մանրամասներին արդեն ծանոթ եք։
Ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ երեխաներին ասացինք ինչն ինչոց է եւ թե որտեղ է պապան ու թե ինչու։ Ասեմ ձեզ, որ ի հպարտություն Նարեկի եւ ինձ, մեր երեխաները լավ գիտակցում են, թե ինչ է իրենից ներկայացնում Փաշինյանական Հայաստանը եւ հպարտությամբ ընդունեցին այս փաստը։ Ճիշտ է, երեխաներին բնորոշ հարցեր շարունակում են տալ, թե պապան երբ է գալու տուն, կարոտել ենք, ինչու չենք կարող տեսնել պապային եւ այսպես շարունակ։ Ես նույն պատասխանն եմ տալիս, ասում եմ, որ դատավորը պիտի թույլ տա պապային տուն գալ։ Եթե թույլ տվեց, կգա տուն, եթե ոչ, պապան կշարունակի մնալ պատանդը Նիկոլի իշխանությանը։ Մեր երեխաները գիտեն Նիկոլն ով է ու ինչ է արել մեր երկրի հետ, ինչպես է Արցախը տվել թուրքերին ու անտուն թողել իրենց պես փոքրիկ բազմահազար երեխաների, ոմանց էլ զրկել է իրենց պապաներից։ Ես վստահ եմ, որ սրան էլ հաջորդելու են նորանոր հետապնդումներ, քանի դեռ ընդդիմադիր բոլոր ուժերը չեն գիտակցել, որ իրենք ունեն միայն մեկ թիրախ՝ Նիկոլի հավաքական կերպարով։ Հակառակ դեպքում շատ ու շատ ընտանիքներ են հայտնվելու այն իրավիճակում, որում հայտնվել է մեր ընտանիքը։ Եվ վերջում ուզում եմ կրկին ընթերցել Փաշինյանական ռեժիմի քաղաքական գերիների անունները, ովքեր դեռ շարունակում են կրել բանտային կալանք կամ տնային կալանք։ 18 արդարների գործով անցնող Բագրատ arczepiskopos Գալստանյան, Մովսես Շարբաթյան, Արմեն Ալեքսանյան, Իգոր Սարգսյան, Արման Իսրայելյան, Կարո Օկոմուշյան, Վահագն Չախալյան, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյան, բարերար Սամվել Կարապետյան, Գարիկ Գալեյան, հայրենիքի համար ընկած հերոս Մխիթար Գալեյանի հայրը, Արսեն Ղուկասյան, 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը, համայնքապետեր Դավիթ Համբարձումյան, Վարդան Ղուկասյան, ինչպես նաև մոտ 30 գյումրեցիներ, որոնց անունները դեռ հայտնի չեն, Անդրանիկ Չամիչյան, Ստրայկպոլի հայտնի գործով անցնող, Միքայել arczepiskopos Աջապահյան, Վեհապար Հայրապետի եղբայր Գևորգ Ներսիսյան, Վեհապար Հայրապետի եղբորորդի Համբարձում Ներսիսյան, Աշակ arczepiskopos Խաչատրյան, Տեր Գարեգին Քահանա Արսենյան, Մկրտիչ եպիսկոպոս Պորոշյան եւ Վազգեն Սաղաթելյան ու Նարեկ Սամսոնյան։ Ազատություն ռեժիմի բոլոր քաղաքական գերիներին։